Դատարան հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, դուք լսեցիք փաստաբանական թիմի անդամների հիմնավորումները, առաջին հայացքից կարող են թվալ, որ իրանք իրարանորոշեն, բայց իրականում փոքր լրացնող են, Վահան Աթանեսյանի շեշտադրումները քաղաքական մեխանիկայի վրա էր, իսկ Վահան Մելիքյանի շեշտադրումները իրավական մեխանիկայի վրա, եւ այս գործի մեջ այդ մեխանիկաները ինչպես անբնական մուտանտ իրար համակցված են ցավոք սրտի։ Փոքր շտկում ընդամենը անեմ, քաղաքական հետապնդման 2 տարին չի վերանում մի քանի օրից պատվարժան դատարան։ Քանզի քաղաքական հետապնդման եմ ենթարկվում 18 թվականի ամառվա ամիսներից սկսած, առաջին անգամ իրավապահ համակարգի կողմից դեռևս որպես գործող պատգամավոր ուշադրության մարզանացած շրջակայքավոր 18 թվականի ամռանը եւ այս 7 տարիների ընթացքում անընդմեջ այդպիսի զարգացումների ականատեսն եմ եղել, որից վերջին 2 տարին անազատության մեջ։ Ժամանակ անալոգ է, ոչ միայն մարդկանց նկատմամբ, այլ նաեւ պարզվեց մի ողջ երկրների եւ ժողովուրդների նկատմամբ, այս 2 տարվա մեջ ինչ զրկված եմ ազատությունից, փոխվել է եւ իմ երկիրը, եւ իմ պետությունը, եւ իմ ժողովուրդը ցավոք սրտի բոլորը դեպի վատը։ Եվ այս ընթացքում նաեւ այն հիմնավորումներով, որոնց առիթով պատրվակով ինձ զրկել էին ազատությունից, ուզում եմ ընդհանրապես այս փուլում 3 բան հիշեցնեմ։ Առաջինը պատվարժան դատարան հետևյալն է։ Մենք դուք արձակնեցիք բազմաթիվ վկաների, որոնցից եւ ոչ մեկ գործին միջամտելու վերաբերյալ իմ անձի կողմից որևէ ակնարկ անգամ որպես ցուցմունք չտվեց, որտեղ չկար այդպիսի փաստ։ Երկրորդ հանգամանքը այն է, որ 25 անգամ այս 9 ամիսների ընթացքում պրոբացիայի ծառայությունը այցելել ինձ տնային կալանք կրելու վայր եւ որևէ խախտում այնտեղ արձանագրված չէ։ Երրորդ հանգամանքը հետևյալն է, արդեն մոտ 1 տարի է պատվարժան դատարան, ինչ դուք բավարարեցիք իմ փաստաբանների միջնորդությունը իմ անձի հետ կապված օպերատիվ հետախուզական աշխատանքների իրականացման հետ կապված ողջ փաստաթղթային ծավալը ձեռք բերելու եւ մեր պաշտպանական թիմին եւ ինձ փոխանցելու հետ կապված, հիշեցնեմ, որ խոսքը գնում էր արտաքին եւ ներքին դիտումների մասին, խոսքը գնում էր թվային խուզարկության մասին, խոսքը գնում էր Դուբարաշեն քրեակատարողական հիմնարկում օպերատիվ հսկողության մասին, այդ փաստաթղթերը մեզ այդպես էլ հասանելի չդարձան, իսկ այդ փաստաթղթերը շատ պիտանի կլինեին առհասարակ եւս մեկ ապացուցողական բազա բերել այն մեղադրանքի դեմ, որ իբր ես որևէ միջնորդություն կամ միջամտություն եմ փորձել կատարել կամ փորձել եմ կատարել, ստացանք ընդհանրապես հեռախոսային բիլինգները ձեր որոշմամբ եւ ոչինչ, իսկ բիլինգները շատ փոքր էին, որպես տեղեկատվական աղբյուր այն ակնկալվող աշխատանքի համար, որ պետք է կատարել ես եւ իմ պաշտպանական թիմը, ավելին նաեւ դուք խոստացաք դիմել ՎԿ Կարեն Ակոբյանի 6 ամիս տևած ներքին եւ արտաքին դիտումների հետ կապված ամբողջական նյութերը ԱԱՑ-ի համապատասխան ստորաբաժանումից ստանալու եւ մեզ փոխանցելու համար, որովհետեւ նորից կգտնեմ, որ իմ առաջի կալանքի ինքից սկսած ընդամենը 140 րոպեանոց 6 ամիսներից 140 րոպե ձայնագրություն է դեպած, որտեղ անգամ այդ պարագայում լիարժեք կապված չէ մեղադրանքի հետ կապված որևէ շեշտադրում։ Այս տարիների ընթացքում վերջին ամիսների ընթացքում քաղաքական գործունեության խոչընդոտելու հետ կապված որոշակի նաև զարգացումներ են եղել, օրինակ այն փաստը, որ լինելով եվրոպական ժողովրդական կուսակցությունում եւ մնացած միջազգային գործընկերների մոտ ՀՀԿ կողմից լիազորված եւ պատասխանատու փոխնախագահ ես չեմ կարողացել աշխատել ոչ միայն 2 տարիների, այլ նաեւ դրանից առաջ կես տարի փոխսեկտը սփակել, նույն Հայաստանում իշխող ռեժիմը վերջին համագումարին եժետել դիվերսիա կազմակերպեց այդ ուղղությամբ, բայց դա իհարկե մեկավերը հաստատեց այդ հաստատող իմ քաղաքական լինելու գնահատականը իրենց կողմից։ Պատվարժան դատարան երևի այս ընթացքում եմ հաճախ այս նիստերի ժամանակ Սոկրատին է հիշում, հին ունացի փիլիսոփա,
որ աշակերտներից մեկը գալիս է ասում է ուսուցիչ համոստանամ թե չէ, ուսուցիչը ասում է դե համոստանաս կլինես երջանիկ ու հետևաբար բացառություն, իսկ եթե երջանիկ չլինես կլինես փիլիսոփա։ Հիմա պրոյեկցելով ինձ որոշման վրա բաց կթողեք կլինեմ բացառություն, բաց չեք թողեք կշարունակեք փիլիսոփայել։ Իսկ խոսքս ավարտեմ հետևյալ կերպ, ազատությունս վերականգնելու պարագայում այն ամբողջությամբ կրկին կնվիրեմ այն գաղափարներին, որոնց հավատում եմ, որոնք կիսում են իմ թիմակիցները եւ իմ աջակիցները, իսկ եթե ազատությունս չվերականգնենք, ապա կալանքի ռեժիմից օրենքով չարգելված միջոցներով կշարունակեմ ինձ հասանելի հնարավորություններով պայքարանալ մի համար ինչի մասին մտածում եմ եւ ինչին հավատում եմ անվերապահ։ Այսքանը։